Ասում են չէ, Շան անունը դուր փեդը հարցերը, ընդամենը մի քանի օր առաջ ուղղակի հարցրել էիք ինչպես անդանում էր տան բնակարանի հետ կառուցման գործեր, ինչպես է մի խոսքով, մարդիկ իսկապես գրեթե վերջացրել են ու շատ շուտով հարկավոր կլինի սկսել վերանորոգման աշխատանքները, շատ շուտով ասելով, էլի հստակ օր ժամ պատարակ չգիտեմ, բայց ես մի քիչ ավելի պատկերացնում եմ երկար հետևի, բայց դե ինչևէ մի քանի կադր ես ունեմ, դրանով հիմա ձեզ հետ կկիսվեմ, այնքան որ գնացել էր, տեսել էր, ասել է, որ նկարեն, բայց շատ քիչ են նկարել, ինձ էլ ընդամենը սենց մի քանի վայրկյաններ եմ տեսել, ամբողջությամբ պատկերացում չունեմ, էլի այտենց մանրամասն չի նկարվել, բայց գիտեմ նաև Ինստագրամում ինչ շատերդ գրել եք, հարցրել եք նորակառույցների մասին, տարբեր հարցերով եք ասել, ում ինչպես կարողացել եմ բոլորիդ հետ խոսել եմ, գիտեք, ու մանրամասն ասել եմ, գիտեմ նաև, որ շատերիդ վերանորոգման հարցերը հետաքրքիր է, թե ինչպես է լինում, ես այնտեղ չեմ, վերանորոգումը փաստորեն այսպես տեսա ալիքովա լինելու, ես էլ այստեղից պետք է որոշեմ, թե ինչ ենք անելու, ինչ չենք անելու, Ջեսը վերանորոգման հետ կապված շատ քիչ, բացարձակ ժամանակ չունի, ես ընդամենը որոշ բաներ անում եմ, իրան ցույց եմ տալի, ինքը ասում է սա կամ սա, ընդհանուր հայտարարի ենք գալիս։ Հիմա ձեզ ուղղակի ներկայացնեմ, թե ինչպես է լինելու, քանի որ դուք էլ ուզում եք իմանալ ինչքան ծախս է կազմում, օրինակ նորակառույցի համար, ես գաղափար չունեմ վերանորոգման համար, ինչքան կծախսենք, կարաս լրիվ ուրիշ բան հաշվարկանես, արդյունքում ուրիշ բան դուրս գա ու ընթաց ինչ որ անենք, այդպես ամեն օրվա վլոգներում ձեզ կասեմ։ Անյութը դրեցի ինչ որ ունեի, հիմա որ դուք էլ տեսաք արդեն, հիմա պատկերացնեք, իրանք մեզ իդեալական վիճակում տալիս են պատերը գաջած, ուղղած, ոչ մի բան հարկավոր չի անել, պատալոկի հատվածը տեսակ ոչ մի բան առած չի, քարերն է, և շատ հարթ, ընտիր, այս ստяжկան է, ոնց են ասում, ստяжկա է արած, ես մտածում էի, որ անպայման շատ եմ ուզում, որ տյոպլի պոլ լինի, բայց այստեղ մի բան կա, քանի որ իրանք շատ լավ ստяжկա են արել, պետք է այդ նորից քանդվի, խողովակներ քաշվի, հետո նորից ստяжկա արվի, չգիտեմ արդյոք արժի թե չարժի, այտենց ոնց որ ավելորդ ինչ որ դա ընթացքում պարզ կլինի, հիմա առաջին բանը, որ պետք է արվի, դա մտածվի այս առաստաղի համար, պատկերացրեք մի ամբողջ օր տևում է, որ հասկանաս ինչպիսի պատալոկ պետք է լինի, քանի որ ինքը ոչ մի բան արած չի, ոչ գաջած, ոչ մի բան արած չի, պատալոկը, առաստաղը 3 տարբերակ կա անելու, առաջին տարբերակը պետք է գաջես, ավանդական ձևով, տարբեր մի քանի շերտեր անես, գաջես, երկրորդ տարբերակը դա այս վերջին ժամանակների ֆրանսիական կախովի առաստաղներն է, որ նորաձև է և գիպսակարտոնը երրորդ տարբերակը, այսինքն գիպսակարտոն, դե դիզայն ուզորը տարբեր կարա լինի, գաջելու տարբերակը այդ շատ երկար է, ծախսատար է և աշխատատար է, քսի, սպասի չորանա, դա երևի թե չէ, ֆրանսիական և գիպսակարտոնի միջև էի ու ուզում էի հասկանալ, թե որն է լավը, մի ամբողջ օր տևում է մենակ դա հասկանալը, տարբեր մարդկանց հետ, տարբեր մասնագետների հետ խոսելուց հետո, ինչպես նաև ինքս էլ մեծ ռիսերչ եմ արել, ուսումնասիրություն եմ արել, ուրեմն լավ ու վատ կողմերը, ֆրանսիական առաստաղը հեշտ է, մեկ օրում կարելի է հավաքել, ինքը ջուր, եթե վերևի հարևանը օրինակ ջուր լցնի գետնին, ինքը այդ ամբողջը այդ ցելոֆանի մեջ է հավաքում, այսինքն կպաշտպանի տունը, չի թրջվի այդպես շատ,
դա իր լավ կողմերն է ու որ շատ արագ է լինում։ Այդ երկուսն է իր լավ կողմը։ Բացասական կողմը նա է, որ ֆրանսիական առաստաղները որակական առումով շատ պետք է նայես, որպեսզի սերտիֆիկատ ունենա, էժան չլինի, որովհետև ինքը իրենից մատերիալը թունավոր առողջության համար լավ չի է, մի խոսքով այդ մատերիալը, որ օգտագործում են, պետք է անպայման սերտիֆիկատ ու լավ որակի այդ ֆրանսիական առաստաղից լինի, որպեսզի վտանգավոր չլինի ու ինքը հոտ էլ չունենա, որովհետև եթե էժան լինի կամ բան, ինքը հոտ է ունենում, խորհուրդ չի տա։ Նաև ձայնամեկուսացման առումով վերևի հարևանը, չգիտեմ, ինչ-որ խոսի բան, ավելի շատ կլսենք մենք, ձայնամեկուսացում չի ունենում ու նաև տաքությունը ևս ֆրանսիական առաստաղը չունի այդ տաքությունը պահելու հատկությունը բանա էլի, ոնց որ ցելոֆան է, սենց վազնյա է։ Գիպսակարտոնը առավելությունները, եկեք դեֆեկտները ասեմ, գիպսակարտոնի վատ կողմը այն է, որ ինքը աշխատատար է, երկար ժամանակ, նամանավանդ եթե դիզայն ես ուզում կամ ինչ-որ բան ես անում, համեմատած ֆրանսիական առաստաղի ավելի երկար ժամանակ է տանում։ Ֆինանսապես, եթե կարող լինի նույն գինը կամ ավելի էժան նույնիսկ լինի, որովհետև եթե ֆրանսիական առաստաղ ես ընտրում, ինքը պետք է անպայման այդ որ ասեցի սերտիֆիկատ ունենա, դա ավելի թանկ է, իսկ եթե դա ավելի թանկ այդ ձև լավն ես դնում, հաստատ գիպսակարտոնը ավելի մատչելի տարբերակ է։ Եթե ինչ-որ միտեղ վնասվի, հա ֆրանսիականի ժամանակ, նաև քանի որ ինքը ցելոֆան է, շատ հեշտ կարա վնասվի, ասենք աստիճան ես տեղափոխում, մի բան կպնես, միանգամից կվնասվի ու ամբողջությամբ պետք է վերանորոգես, ինքը շատ բան է, էլի, շատ նուրբ է ֆրանսիականը։ Իսկ գիպսակարտոնի ժամանակ, եթե մի փոքր ինչ-որ թեկուզ հարևանը ջրի, դե ասվաչյանի ջրի կամ ինչ-որ բան, բայց միշտ մտածում ես, չէ, ինչ-որ բաների մասին, ավելի դիմացկուն է, կարաս տեղային ուղղակի փոխես, ինչ-որ հարկավոր չի, ամբողջ պատալոկը վերանորոգես, ձայնա և ջերմամեկուսացում կարող ես ապահովել, մի խոսքով շատ ավելի լավ է, եթե գիպսոկարտոն լինի։ Այդպես, գիպսոկարտոնը ես ինքս անձամբ ուզում եմ, որպեսզի պատը այս վերջին բաներից լինի, ամբողջական լինի, ես մի երկու նկար այստեղ կդնեմ, որպեսզի պարզ լինի։ Այս տեսակը այդքան շատ էլ չեմ սիրում ու ինքը արդեն ոնց որ հեռվանում է, ավելի շատ հիմա սենց ուղիղ պատերն են նորաձև համարվում ու երևի թե երկար էլ կգնա դա, դա ամեն դեպքում փոշի բան չի հավաքվում էլ այդ ձև տակը, բայց ես նաև ուզում եմ, որպեսզի վարագույրը մտնի պատից իջնի, այսինքն այդքան հատվածը ինքը պետք է կտրվի այստեղից, պատկերացրեցիք չէ, այս մտնի այդ ձև վերև գնա պատից է իջնելու, ոչ թե սենց կիսատ, ու մեկ էլ մի քանի լուսավորություններ կա, բան կա, որ ջեսը այս տարբերակն է ուզում, զալի համար սենյակները ուղիղ ասում պարտադիր չի, որ սենց լինի, բայց դեռ մասնագետի հետ պետք է քննարկեմ, քանի որ ինքը այդպես պետք է գաջվի, հետո նոր էսի արվի, թե ոնց պետք է արվի, էդի չեմ կողմնորոշում էլ, թե պետք է, թե հնարավոր կլինի մի անգամից մի քիչ ցածր անել, որպեսզի երկու շերտ չլինի։ Այս առումով էդի պետք է դիզայնական առումով որոշել ենք մոտավորապես, ոնց կլինի վարագույրները հաստատ բոլորը վերևից է իջնելու, հյուրանոցների նման, այդպես այդ վերևից, պատալոգից, բայց այս ձևը կամ սենց նեղոտ քառակուսի կլինի, ինչ-որ ձևեր ես չեմ սիրում, կամ ուղիղ հարթ տարբերակը։ Այդ երկու նկարներն էլ կդնեմ, թե ես որն եմ հավանել։ Առաստաղը այսպես հարթ տարբերակը ես սիրում եմ, ուղղակի սովորական փոքր լույսերով, իսկ վարագույրները անպայման այս սենց որպեսզի վերևից իջնի,
Որովհետև այս տարբերակով նաև վիզուալ սենյակը մեծանում է, առաստաղը ավելի բարձր է երևում, մի խոսքով բավականին շատ պլյուսներ կան այստեղ։ Իհարկե, ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա, բայց ինձ այս ոճը ավելի է դուր գալիս։ Լուսավորությունը, Բելգիայի լուսավորությունը, որ ունենք, տրակերը որ կան, այն 3 հատ լամպճկաները որ կան, այդպես լամպճկաներ եմ ուզում ընթացք լինի, Բելգիայում ուղղակի մեջտեղում մի հատի կա, լուսավորությունը քիչ է։ Սենյակի լուսավորությունը համ իմ համար է կարևոր, համ Ջեսի համար, իմ համար ես նկարում եմ շատ կարևոր է, Ջեսն էլ ամբողջ օրը համակարգչի մոտ աշխատում է։ Այստեղ լուսավորությունը տեսեք մեկու մեջ է, երկրորդ լուսավորությունը որ միացնում ենք, այս ֆենի հետ է միանում, մենք ֆեն չենք սիրում, քամին ուղղակի իր աթոռի վրա է հենց անմիջապես, ու այստեղ այտենց շոկ չի լինում, որ մենք այս ֆեները միացնենք, հետո այդ ձայնը ֆենի անընդհատ մեզ խանգարում է։ Դրա համար լուսավորությունը ավելի շատ երևի թե կդնեի, օրինակ այստեղ 3 հատ չէ, 4 հատ կարելի է այս գծի վրա դնել ու ավելի շատ լուսավորություն ունենալ։ Ինչևէ, այդ լուսավորությունը մի քանի, մյուս բանն էլ որ մտածում եմ, եթե այդպես մեջտեղի հատվածով հավաքենք, ուղիղ հավաքենք, այս եզրերով էլ լույս ներսի կողմից կլինի, ամեն ուղղակի չգիտեմ էլի ոնց է, դա առանձին գիծ կլինի, եթե ուզենաս միացնես, չես ուզենա չես միացնի, բայց ամեն դեպքում երևի թե այտենց պտտվող լույս կլինի։ Ինձ էլ ասեք, տեսնեմ ինչ կարծիքի եք, եթե ուրիշ մտքեր ունեք, բայց լուսավորությունը այդ լամպճկաներից լինի, մեջտեղում կարող է լուստրա լինի, որոշ տեղեր կարող է չլինի, դեռ պետք է նայեմ, մտածեմ։ Դեռ այդ բաներին չեմ հասել, մենակ այս պայթրությամբ իմ համար կարևորը այս գիպսակարտոնն է, մոտավորապես պլյուս մինուսով ամբողջ տան գիպսակարտոնը կարժենա $1000 կարգի, պլյուս մինուս չէ, պլյուս հաստատ, մոտավորապես այդքան ամբողջ տան համար, բալկոնի հատվածով էլ, այդ իրա բաները մենակ մատերիալը, ոնց որ թե ինչքանով որ ես եմ հասկանում, վերջում այդ դրանք էլ կասեմ էլի, թե կոնկրետ ինչքան կլինի, առայժմ այդ ծախսերն ենք հաշվել, ես հիմա վազում եմ խանութ ընկերներ, մազերս արդեն, ինչպես տեսնում եք, Իրանա ասում է, վազելով գնամ խանութ, ներկառնեմ ու տեսնես լավ պապայա կունենան, մի երկու օր առաջ ներքևում կար, եթե ներքևում մի իմաստ արել էլի, բերում են, ասա կստուգենք։ Ասում եմ փափուկ չի, ասում համ 2-3 օրից նոր կարաս ուտես։ Լավ ընկերներ, այս կողմն էլ բան են վաճառում, ֆիստաշկա, 1.5 կիլո, հա, 100 ռուբլի 1.5 կիլո։ Եկեք տեսնենք, ինչ կա, ուր ենք գնում։ Երևի փողոցը հետ անցնեմ, գնանք խանութ, չկա այս կողմը։ Զարդարել են այս արդեն ծաղիկները, տոն է, կարող է տոներ են, երևի տոներին են զարդարում իրենց ավտոները։ Նորամուծություն ունեն խանութում, դրսում ես ինչեր են գրել այս մարդիկ։ Հա, հաստատ տոներ են այ ժողովուրդ, նոներ բաներ են գրել, լավ։ Ես իմ սալակը վերցոս, նորություններ ունեն էլի, ասում եմ չէ, սենց մեծ սալակել են ստացել, որը որ վերցնեմ փոքր, մենակ մազիններ պետք է վերցնեմ, եկել ինչ-որ միրգ, կիկ մի հատ հաց վերցնեմ ժողովուրդ, ասա ոնց որ, մի հատ էլ կա է, ամենք ավելի լավն է, ասա, չէ, չունե, հեսա, ես մեկ ավելի լավն է, սրա մեջ բան չկա, artificial ինչ-որ բաներ չկա էլ ավելացրած, հաց ունեմ դեր, բայց պարոն Ալեքսանդրը մենակ ես սրանից հատում, ամուս հացերից չկերավ, ես ինչ հա, այսի է հաց, մերուկի նման է, որ չգիտեմ ինչ է,
ուտելու է, թե իրանց տոներին են օգտագործում, թե ճաշ են սարքում, սրանցով ինչ են անում։ Գնայեմ մի հատ, որտեղ են օգտագործում։ Մադամը վերադարձավ գնումներից ընկերներ, այստեղ վերցրել եմ պեչենիներ, որովհետև մոտորերս այդ կողմից ավելի ճիշտ։ Երկար ճանապարհ ենք գնալու, եւ ճանապարհը բավականին երկար է լինելու ու ինձ ինչ-որ բաներ հարկավոր էր երեխու համար, դե սրանցից սա ուրիշ բան չեմ կարող գտնել։ Բանան, որ հետո կվերցնեմ եւ նոր եմ վերցրել։ Ասել շամպունը վերցրի, մազերս ներք չվերցրի, որովհետև որ ներկով որ ներքում է, այդ պանձինի սևը չկար, վերջացել էր, մուգ կարիճնիվի գույներն էին մնացել, հուսամ, որ կստանան, սրանց եմ վերցրել, սև հինայով շամպունը ոնց որ թե, առաջին անգամ եմ փորձելու, հուսով եմ այդ հինան չի մազերս ավելի շատ էլի ուռացնի, մի խոսքով է պատնուր, բանան և այս համի առնով ես սրանք շատ լավն են, այս միակ պատճառը, որ չեմ օգտագործում այս պեչենիները, մի հատ ուրիշ ֆիրմա էլ կա, դա էլ է շատ լավը բանը, ուղղակի այդ պարմայի յուղ են էլի անի դրա համար, ինչև ընկերներ ջան, այսքան են գնումները, ես գնամ նա տարակ ձեռքերս լվանամ, բան այսքանի վճարեցի 273 ռուփի, չէ 273 ռուփի և վերադարձա տուն։ Ված թողեցի մի հատ զարդարված ավտոբուսա, հետևից գիտեմ երևում է, նոր ավտոբուսա գնել են, ինչ են արել, չեմ իմամ, դպրոցական ավտոբուս էր, բա դիմացից ինչ-որ զարդարած էր, բաց թողեցի է, չհասցրեց մինչև գրպանս էր հեռախոսս հանեցի միացրի, գնաց։ Kashi, it is a temple. Shiva temple. What he has to do? Is getting gnatsala. And what he has to do? He has to wear it. On his neck? Yes. Alex, take it. Like this. Like this. Oh, okay. Take it and say thank you, ma'am. Where? Put it. Oh, very fine. Shiva, goddess Shiva. Wow, thank you, madam. I said thank you, madam. Welcome. So it is a special temple? Kashi. Սա է Կաշի Վիշվանատա տաճարը, որը գտնվում է Վարանասիում, այս կինը գնացել է այնտեղ եւ իր հետ բերել էր այդպես վզնոցներ հարևաններին, բոլոր երեխաներին նվիրում էր։ Իսկ այս նկարում պատկերված է, թե ինչպես են երեկոյան ծիսակատարություն կատարում այս նույն տաճարում։ Ինձ թվում է շատ հետաքրքիր կլինի։ I speak only English. Yeah. Oh, bro. So այս կինը գնացել է Andhra Pradesh, Uttar Pradesh. Uttar Pradesh. Looking good. Looking good. Thank you very much. Sorry. Chapati Kannada kaltko. He is a pre-KG or LKG or first, second? Kannada First grade. First Kannada ಒಂದು ಚೂರು ಬರಲ್ಲ. You learn in Canada, right? Learning. Kannada learning. Yes. Can you say, What is madam? your name? Can you say hello? What is your name? Alexander. Mother name? Your eyes is so beautiful. Can you say hello in Canada? ಅವನು ಕಲರ್ ಒಳ್ಳೆ ಕಲರ್ ಇದಾರಂಟಿ. Can you say? ಬ್ಲಾಕ್ ಇದೆಯಲ್ಲ ಅದಕ್ಕೆ ಲಕ್ಷಣ. Cheskara? Rappe. Chess issue? Ես քարերը սա հավաքի լցրել ես սումկետ բերել ես, ես էլ ասում եմ ինչի սումկետ ծանր է, սր Ալեքսանդր։ Հավաքին սումկեն ա լցրել բերել, ես ասում եմ ծանր է այսօր սումկեն, ես ինչքան գիրք ու տետր ունի, դու մի ասա ոչ թե գիրք ու տետրն է, այլ պարոն Ալեքսանդրի հավաքագրած քարերը, ահագին խոսեցինք այնտեղ այդ կանանց հետ, Լիքա հարցեր էին իրանց մոտ կուտակվել մեր մասին, ասում տեսնում եմ, որ այնտեղ եք գնում, այն մի երեխա է, ոնց որ մաման էր, ասում առավոտներն էլ տեսնում եմ, որ դպրոց է ստանում երեխուն ամեն օր, խոսքով հարցնում են ինչ ենք սիրում ուտել, որ ուտելիքն ենք հավանել, այդպես լիքը բան էր։ Ինքնաթիռով գնացել էր, ինչ-որ տուր ա եղել ասեց, 5 քաղաքում էին եղել, որից մեկը հայտնի տաճարը, այդտեղ էր գնացել, այս իրանք ընդեղից ա բերել, այս իրանք այնտեղից էր բերել, հենց այդ տաճարից, շատ սիրուն է,
Ես ոնց որ ուղեղ լինի մարդը։ Չէ՞։ Yes. Հետաքրքիր է ինչ է նշանակում, ինչև է, ու իրեն ոնց որ հարազատ մարդկանց բաժանում էր այդ կինը, And it's free. Ալեքսին էլ նվիրեցին, It's տեսակ։ free, no money. Այ Ալեքս, ասում է, անվճար տվեցին, դրա համար փող չենք տվեն, նվերի համար չես վճարում, բալես, նվեր էր կինը քեզ արել, These are what's happening. Look, նա գլուխը չջարդես mommy, կան, look. ապրես տեսար, Արի դե, արի Ալեքս, Let's swim to that cottage. Let's swim to that cottage. վիդեոներից է նկարում, որ մեքենայով նկարում են, չէ, ինչ-որ խաղալիքների վրով, սենց խաղալիքներ կոտրելով, ավտոն էր աշարված դիմացը, ու ոտեն կոտրելով գնում, ները սա մեքենայով պիտի վրայով անցնի։ Լավ, դուր ես գնում, տեղ ես գնում, Allah, ուր ես գնում, I forgot what is the name. հա կարևորը որ գնում ես, թե չէ ուր ես գնում, հետ մոռացել ես, իրա ճամպրուկն է սարքում, Go to help me pack, okay? I'm definitely not going to mess this up at all. So let's Եթե հետաքրքրված եք ինչ է անում, իր ճամպրուկներն է դասավորում, ասում է հեռանում է ինքը Հնդկաստանից։ Հոգնել ես Հնդկաստանից գան։ Yes, I want to go to Belgium again. Բելգիա ես ուզում գնաս։ But we're still going to India. Բա ասում ես չէ, ուզում եմ մնամ ստեղ պարեմ, պարի մրցումի։ I said add to the power room. Հա, ասում ես պարից հետո գնաս։ Մինչև պարը ասում ես չէ, ես մնում եմ։ Փոշմանել ես արդեն։ No. Դա։ Սովորել ես պարելը։ Yes. Նոյեմբերի քանիսն ես պարելու։ 3, 3-ը սովորել ես, քանի պար կա որ։ 6, no, 29. 29 պիտի պարես։ Tensing, all the days. 5, 6, 29. Բան չթողեց սանկացկայինք։ Սաղ կվերցնես։ Մի խցկի է ցեպը կպչանա բալես։ Never, Կպչանա ցեպը։ never. It's not difficult. Այն մյուս կողմը դիտեղ արդեն լծվել է։ But I have to put it. It's for it to be super good. Full up. Կպչանա կյանքս ցեպը։ Ու էլ ճամպրուկ չես ունենա։ Never. Դու հայերեն հասկանում ես, ասում եմ կպչանա։ Who's going to fall down the side? Հա, ընկնել էր։